Ինչպես 17-րդ դարի վերջին Իսրայել օրին աննախադեպ հանդգնությամբ հայ ժողովրդի խղճուկ աղերսանքները վերածեց գիտականորեն մշակված դիվանագիտական ծրագրի։ Պատմական աղբյուրները վկայում են, որ այս բեկումնային պահին նա առաջինն էր, որ ապակոդավորեց աշխարհաքաղաքական իրողությունները։ Նա անմիջականորեն բանակցեց Հռոմի պապի, Պետրոս Մեծի և Ավստրիայի կայսերի հետ, ստիպելով համաշխարհային գերտերություններին ծառայել Հայաստանի ազատագրությանը։ Նախ մշակվեց Եվրոպական Փվալցյան ծրագիրը 1699-1700 թվականներին, որտեղ ճշգրտությամբ հաշվարկված էին արշավանքի երթուղին, հայերին տրվելիք օգնությունը և ֆինանսական ծախսերը։ Երբ եվրոպական քաղաքականությունը փոխվեց, օրին չհանձնվեց և 1701 թվականին Ռուսաստանի ցարին ներկայացրեց նոր Մոսկովյան ծրագիրը։ Ըստ դրա, Ռուսաստանը տրամադրելու էր 25,000-անոց բանակ, որին միանալու էին հայ ու վրաց ապստանգները, իսկ Սյունիքի մելիքներն էլ խոստանում էին անվերապահ հնազանդություն։ Օրի ամենամեծ քաղաքական հայտնագործությունը արտաքին քաղաքական կողմնորոշման օրիենտացիայի ռազմավարությունն էր։ Նա ապացուցեց, որ քաղաքական թույլ սուբյեկտ հանդիսացող ազգի գոյապահպանության հիմնական երաշխիքը անսխալ կողմնորոշվելու կարողությունն է, հովանավորվելով այն մեծ տերության կողմից, որի շահերը համընկնում են իր ազգային շահերին։ Նա գծագրեց Հայաստանի ազատագրության իրական այն պատմական նախաշավիղը, որով հայ ժողովուրդը քայլեց մի ամբողջ 100-ամյակ, ընդհուպ մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ Անպայման տարածեք այս տեսանյութը և պահպանեք այն մեր դիվանագիտական պատմությունը երբեք չմոռանալու համար։